Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Ստեփանյան։ Պարոն Ստեփանյան, անդրադառնանք Մոսկվայում Փաշինյան-Պուտին հանդիպմանը, որը ըստ էության ոչ ստանդարտ էր ինչ-որ իմաստով, որովհետեւ նման զրույցներ մենք կարող ենք ենթադրել, որ կուլիսներում կարող են տեղի ունենալ, բայց ուղիղ տեսախցիկների առաջ այդքան անկաշկան զրույց դեռևս կարծես թե ականատես չէինք եղել, բայց ամեն դեպքում իրավաբան լինելով հանդերձ ինչ եք կարծում, արդյոք Վլադիմիր Պուտինը տեղյակ չէր, որ սահմանադրությունը կարող է որոշակի խութեր ստեղծել օտար երկրի քաղաքացու համար վարչապետ կամ ազգային ժողով падգամավոր դառնալու համար, եւ ինչի մասին էին այդ հայտարարությունները ընդհանուր առմամբ մենք կարող ենք ենթադրել, որ այն, որ Ռուսաստանի Դաշնությունը առաջի դեմքի մակարդակով հայտարարում է, որ իրենք ոչ թե չեզոք դիտորդ են այս ընտրություններում, այլ կողմ, այս հայտարարությունները նրա մասին են, որ Ռուսաստանը գնում է վաբանկ, այսինքն ուժեղների վիճակը այնքան վատ է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը իր դեմքով է ներգրավում process-ներում։ Շնորհակալություն հարցի համար, ես ուղղակի իրավաբան չեմ։ Ես փորձագետ եմ քաղաքական, իրավաբանություն շատ հեռու եմ։ Հիմա այսպեսի տպավորություն է ստեղծվում, ես երբ նայեցի 25 րոպեանոց քաղաքական պոլեմիկան, շատ հետաքրքիր էր։ Երբևիցե պրոտոկոլային հանդիպումները այդքան երկար չեն լինում, ես չեմ տեսել այդպիսի բան, բացի հայտնի Թրամփ-Զելենսկի հանդիպման։ Ինձ մոտ տպավորություն էր, որ ես մասնակցում եմ նախընտրական շոուին, ամերիկյան նախընտրական շոուներ են լինում են ամենաբարձր դեպքերի մասնակցությամբ, որտեղ ինձ համար շատ հասկանալի էր Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը եւ շահը այդ ամենում, ինձ հասկանալի չէր, թե Պուտինը ինչ է ուզում դրանով անել։ Արդյոք Նիկոլ Փաշինյանը այդ տեսանելի հատվածի հանդիպման տեսանելի հատվածի ժամանակ հասավ իր նպատակներին միանշանակ։ Նախընտրական տրամաբանությունից եթե մենք դիտարկենք իրավիճակը, ինքը հասավ իր նպատակին, ինքը ցույց տվեց, որ ինքը Պուտինից չի վախենում, որ ինքը սկզբունքորեն պաշտպանում է իր դիրքորոշումը եւ Հայաստանի Հանրապետության շահը, այնպես ինչպես ինքը պատկերացնում է։ Դա հասկանալի, ես չհասկացա ինչ ստացավ այդ ամենից Պուտինը։ Եվ ընդհանրապես ես հակված եմ մտածել, որ այն հանդիպումը, որը եղավ դրանից հետո, որ Պուտինը ակնարկեց, որ մենք դեռ ճաշելու ենք, այդ ճաշելու ժամանակ քննարկվեցին բոլորովին այլ հարցեր, որոնք չեն քննարկվել առնվազն կամ քննարկվել են շատ հպանցիկ այդ 25 րոպեվա ընթացքում։ Ինչ հարցեր են քննարկվել, ես իհարկե չգիտեմ։ Բայց ես կարող եմ փորձելով գնահատել ընդհանուր իրավիճակը հայ-ռուսական հարաբերություններում ուղղակի ենթադրել, որ քննարկվել է երկաթուղին, քննարկվել են տնտեսական հարցերը, քննարկվել են այն խնդիրները, որոնք Ռուսաստանը պարբերաբար հարուցում է մեզ վերին Լարսում, ապրանքափոխանակման շրջանառության հետ կապված, քննարկել է ռուսական ներկայությունը մեր սահմաններին առաջին հերթին Մեղրիում։ Սա ուղղակի ենթադրում։ Այսինքն իրենց լծակների մասին որոշակի հիշատակումներ են եղել, որ իրենք այդ լծակները ունեն Հայաստանի նկատմամբ։ Դե մենք դա լսեցինք, դա բաց համատեքստում Պուտինը ասեց, ինքը ուղիղ ասեց այդ ամենը։ Շատ հետաքրքրական է դրանից հետո, ես չգիտեմ, երևի ձայնագրություն է եղել, դրանից առաջ է արվել Օվերչուկի հայտարարությունները, այդ մեր հարցազրույցը 10-ին, որտեղ ինքը այնց մատով հերթական անգամ մեզ արեց եւ ասաց, որ մենք առանց Ռուսաստանի կյանք եւ ապագա չունենք մեծ հաշվով։ Չեմ ուզում բոլոր կետերով անցնեմ։ Սա հարցեր է առաջացնում մասնավորապես կապված Հայաստանի երկաթուղու ապագայի հետ։ Սա հարցեր է առաջացնում ինչ է լինելու մեզ հետ, եթե Ռուսաստանը ինչ պատճառներով կարողանա վերադառնալ տարածաշրջան այն իմաստով, որ նա կարող է վերականգնել իր ժամանակին ունեցած ազդեցությունը։ Մենք Ռուսաստանը վտանգ է ներկայացնում մեզ համար, դա կարծում եմ ակնհայտ է։ Եվ այդ խոսակցությունը, որին մենք ականատես եղանք, դրա վառ ապացույցն է։ Այսինքն սա զգուշացում էր կամ սպառնալիք էր կամ, չգիտեմ, այո, ակնարկ էր։ Այդ ամբողջը իրար հետ է, բայց ես նորից եմ ասում, որ Փաշինյանը գոնե երբ մենք դա դիտեցինք, ցույց տվեց, որ ինքը այդ ամենից չի վախենում։ Հիմա ինչ վերաբերվում է ընդդիմության, պրոռուսական ընդդիմության կամ ինչպես Պուտինն է ասում, մեր պրոռուսական ուժերին, ինքը ուղիղ տեքստով ընդունեց, որ Հայաստանի դեմ Ռուսաստանը վարում է հիբրիդային պատերազմ։ Այն ինչ որ այստեղ ասվում է, որ դա սուտ է, դա իշխանությունն է, ինչ որ հորինում հեքիաթներ են, մարդը ուղիղ ասեց, ասես մեր պրոռուսական ուժերը, ես գիտեմ, որ օրենքով դա չի թույլատրվում, հստակ էլ ասեց, եթե մենք փորձենք վերցանենք, բայց ես
Կարծում եմ, որ դուք դեմ չեք լինի, եթե նրանք մասնակցեն, որովհետև մենք ձեզ $177.5 գազ ենք վաճառում, ինչը սուտ է, որովհետև մենք 1.5 միլիարդի ձեր ապրանքն ենք գնում տարեկան դոլարի, որովհետև մենք ունենք մեծ ապրանքաշրջանառություն եւ այլն եւ այլն եւ այլն։ Սա է ասածը իր։ Ինքը ընդունեց, որ այս մարդիկ իրոք 5-րդ շարաշուն են։ Բայց զինաթափ չարեց ինչ որ իմաստով այդ ուժերին, պարոն Ստեփանյան, եւ նույն Վլադիմիր Պուտինի հայտարարությունները ավելի շատ օգնելու են, թե հակառակը խանգարելու են։ Ես կարծում եմ, որ խանգարելու են։ Չեմ կարծում, որ զինաթափ է արել, տեսեք, ինչու զինաթափ չի արել։ Մարդիկ, ովքեր ունեն լուրջ տրամաբանություն, ունակ են տրամաբանելու, իրենք հասկանում են, որ Պուտինը մեղմ ասած փորն է տվել այդ ուժերին։ Բայց մարդիկ կան, որոնց տրամաբանությունը փորձում են մեղմ ձևակերպել։ Տարբերվում է սովորական տրամաբանությունից եւ իրենք ասում են, այդ տեսեք, Պուտինը ձեռքը սեղանին խփեց, ասեց, այս մարդիկ իմն են։ Չփորձեք հանկարծ իրենց թույլ չտալ ընտրություններում մասնակցել։ Ինքն Պուտինը իրենց հետևում կանգնած է։ Պուտինը վաղը զանգելու է, ասել է, նայ, հա, Նիկոլ, հանկարծ այնպես չլինի, այս մարդիկ չանցնեն խորհրդարան, սպաներ էլ կարելի մեր երկրում ցավոք։ Այս տեսակետից եթե իրավիճակը դիտարկենք, Պուտինը միգուցե նաև օժանդակել է այդ մարդկանց, բայց ընդհանուր, եթե մենք փորձում ենք շարժվել եւ տեղավորվել մարդկային սովորական տրամաբանության շրջանակներում, իհարկե վնասել է։ Իսկ խաղադրույքը կոնկրետ որ ուժի վրա է կամ որ անհատի, որովհետև կարծես թե հատուկ առանձնացվեց Ռուսաստանի Դաշնության քաղաքացին, որը ինչպես հենց Պուտինն ակնարկեց, թեև Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, բայց բանտում է գտնվում։ Խաղադրույքը այն ուժի վրա է, որ ունի ամենաշատ մեծ հնարավորությունները։ Ես այսպես կպատասխանեմ ձեզ։ Այսինքն Կարապետյանները։ Ես որքանով ես հասկանում եմ, այո, բայց դա չի նշանակում, որ եթե մնացած ռուսական ուժերը, ռուսամետ ուժերը խորհրդարանում չհայտնվեն, դա իրենց չեն միանալու կամ խաղադրույքը իրենց վրա չի արվելու։ Լավ, պարոն Ստեփանյան, ուժեղները հիմա էլ հայտարարում են, որ ապրիլի 11-ին հանրահավաք են կազմակերպում, մարդկանց են հրավիրում, որ գնան մասնակցեն։ Ընտրությունների ըստ էության 2 ամիս է մնացել, ուժերից մեկը իմպիչմենտ է անում, մյուսը հանրահավաքներ է կազմակերպում, ասում են, որ հիմա փողոց են դուրս գալու, դա եղանակները բնականաբար տաքացավ, փողոցում էլ իրավիճակը կարծես թե թեժանալու է։ Ինչպես հասկանալ, այսինքն սա խոսում է ընդդիմության գաղափարական սնանկության մասին։ Լավ, ինչ են առաջարկում այս ուժերը, հասկացանք, իշխանափոխություն Նիկոլ Փաշինյանը հեռանում է, հետո ինչ առաջարկ, ինչ գաղափար են առաջարկում, ինչ քաղաքականություն են առաջարկում։ Ձեզ համար հստակ է թե ընդդիմությունը այսօր ինչ առաջարկով է գալու։ Այո, բացարձակ ընդդիմությունը առաջարկ չունի։ Ինչու է ընդդիմությունը դուրս գալու։ Ամեն ինչ շատ պարզ է։ Կետարկետ պատասխանեմ։ Ինչու է ընդդիմությունը դուրս գալի փողոց։ Որպեսզի ցույց տա, որ ինքը ուժեղ է։ Իրենք հիմա ամեն ինչ անելու են, որպեսզի հնարավորինս շատ մարդ հավաքեն, կողքից մարդիկ տեսնեն, որ իրենք շատ մարդ են հավաքում, չգիտեմ որքանով է դա հաջողվելուց, ասենք եթե դուրս է գալու 5000 մարդ, գրելու են իրենց այդ ԶԼՄ-ները իրենց կողմից գնված, որ դուրս է եկել 50000 մարդ, դա ուռճացվելու է, փչվելու է, տարբեր ռակուրսներից այդ մարդկանց խեղճուկարակ նկարելու են, որոնց որ բերելու են փողով, ցույց տան, որ իրենք շատ են։ Որովհետև հասարակությանը պետք է ցույց տալ, որ իրենք ոչ միայն անունով են ուժեղ, այլ իրականում են ուժեղ։ Ինչ են ավտոբուսներով իրենց այդ մարդկանց ֆրցնում տարբեր տեղերով, որ ցույց տան, որ իրենք շատ են։ Ինչ են ուզում ցույց տան, որ իրենք շատ են, որ մնացած մարդիկ տեսնեն, որ իրենք շատ են, հասկանան, որ իրենք ռեալ ուժ են, եւ այդպես ձայն տան։ Այսինքն մարդկանց ենթագիտակցության վրա այդ կերպ փորձում են ինչ-որ ազդեցություն ունենալ։ Նույն սոցհարցումները ամենօրյա որ։ Դե միանշանակ, իհարկե, իրենց նպատակը դա է։ Ես, օրինակ, չգիտեմ, ես սոցիոլոգ չեմ, բայց ինձ թվում է, որ այդ թվերը ուռճացված են, հա, որ ուժեղ Հայաստանը 40% է հավաքելու 35%, ես չեմ հավատում։ Իհարկե ընտրությունները կլինեն կտեսնենք, ես հիմա չեմ ցանկանում առաջ ընկնել, բայց ես չեմ հավատում դրան։ Դա այդ PR-ի մի մասն է, ցույց տալ, որ իրանք ուժեղ են, իրանք շատ են, իրանք ընդդիմություն են գլխավորում, վաղ իշխանություն են դառնալու, բայց այդ ամենի ետևում կա գաղափարական սնանկություն։ Այդ բիլբորդներում ինչ է գրված։ Սամվել Կարապետյանի 5 քայլը, հա։ Ցանկացած տնտեսագետ, ես տնտեսագետ չեմ, բայց խոսել եմ տնտեսագետների հետ։ Այդ 5 քայլը երբ նստի եւ փորձի ուսումնասիրել, հասկանում եմ, որ դա փուչ թվեր են, փուչ թղթի վրա գրված բաներ, որոնք անհնար է իրականացնել։ Դա անհնար է, չի լինի դա։ Այսինքն խափում են մարդկանց։ Այո։ Խափում են։ Իսկ ի՞նչն է ձեզ համար զարմանալի։ Բոլոր քաղաքական ուժերն խափում են մարդկանց նախընտրական։ Դες բան կա, չէ՞, երբեք
այդքան սուտ չի հնչում, ինչքան պատերազմների եւ նախընտրական եւ ընտրությունների ժամանակ։ Մենք չենք հնարել, ամբողջ աշխարհում այդպես։ Ես ինչ եմ ասում խափում են, որտեվ ես թղթի վրա չեմ տեսնում այդ բանը, այդ ծրագիրը չեմ տեսնում։ Ինչպես դուրս գալ այս իրավիճակից։ Մեր տարածաշրջանը շարունակում է եղալ, աշխարհը շարունակում է եղալ։ Մենք մտել ենք մի տուրբուլենտության փուլ, երբ անընդհատ փոփոխությունները մի կողմից տեղի ունենան, մի կողմից վիճակը ստատիկ է, եւ ոչ մեկ չի կարող հասկանալ, թե վաղը Թրամփը ինչ է անելու եւ ինչ է այսօր անելու է այն, ինչ ասում է այսօր։ Եվ դա քաղաքականություն է, դա էլ է քաղաքականություն, պես չէ որ դա պատահական հարվում, դա հատուկ են անում։ Հիմա այս մարդիկ գալիս են ընտրություններին, ինչ որ ծրագիր են դնում, ասում են մենք սենց կանենք, բայց այդ ռեսուրսը ինչի հիման վրա են դա անելու, չկա գոյություն չունի։ Եթե այդ ռեսուրսը Կարապետյանի գույքն է, որը Ռուսաստանում է, ես խորհուրդ եմ տալի որևէ մեկին դրան չհավատալ, որովհետև ինքը այդ գույքը չի տնօրինում։ Ինքը չի տնօրինող այդ գույքի։ Տնօրինողը Ռուսաստանի նախագահն է, Ռուսաստանի նախագահի ադմինիստրացիան։ Ինքը չի կարող այդ գույքը վաճառել եւ փողը բերել Հայաստան։ Բերում այնքան, ինչքան թույլ են տալիս, ինչքան նպատակահարմար է օգտագործել նախընտրական կամպանիա, բայց ինքը չի կարող իր մոլերը Մոսկվայում ծախի եւ բերի Երևանում մոլեր կառուցի։ Չի կարող, այդ իրավունք չունի։ Պարոն Ստեփանյանի դեպ իրենց ուժը շատ հաճախ նաև հենց դա է կրկնում, որ Սամվել Կարապետյանը, քանի որ կայացած բիզնեսմեն է, ինքը կգա Հայաստանը կծաղկացնի կամ պարբերաբար այսպես գլխագրեր են հայտնվում, որ Սամվել Կարապետյանը ոչինչի կարիք չունի, կուշտ առաջնորդ է, նրան ոչինչ պետք չէ։ Սա վիրավորական չէ ինչ որ իմաստով, միջին վիճակագրական քաղաքացու հանդեպ, որ այսինքն տպավորություն է, որ միջին վիճակագրական քաղաքացին, որ այդքան գումար չունի, թալանչի է կամ գողացող է, իսկ Սամվել Կարապետյանը, որը կուշտ է, չի գողանալու։ Դա վիրավորական է սովորական քաղաքացու համար բոլորովին այն պատճառով։ Ես շատ ուրախ եմ, որ Սամվել Կարապետյանը կուշտ է, որ նա հաջողակ բիզնեսմեն է, թալանչի չէ։ Ես հավատում եմ դրան։ Մարդը Ռուսաստանում է ստեղծել իր կարողությունը, ես դրան դեմ չեմ։ Բայց երբ ցանկացած քաղաքական ուժ փորձում է ծախել շարքային ընտրողին Հայաստանի Հանրապետության քաղաքացուն այն միտքը, որ գալիս է կուշտ մարդը, որը չի թալանի, հա, դա արդեն ինքն իրանով նսեմացնող է այդ քաղաքացու համար, այդ մարդու համար, որովհետև մեզ մոտ քաղաքականությունը իջեցվել է շրիշակից ցածր մակարդակի վրա։ Այսինքն ամբողջ այդ արգումենտացիան հետևյալն է, ինքը գալիս է, ինքը սոված չի, ինքը չի լափելու, չի թալանալ, այդ բոլորը սոված են, լափել են, ինքը չի լափել, եկեք ընտրեք իրենց։ Սա կոչվում է Հայաստանում քաղաքականություն եւ քաղաքական հայացքներ։ Սա խոսում է այն մասին, որ այդ մարդիկ մեր ընտրողի մասին շատ ցածր կարծիք ունեն։ Եթե մտածում են, որ մեր ընտրողին հնարավոր է տանել ընտրություններին այսպիսի հոստումներով, հա? Ես նորից եմ ասում, ես ցանկանում եմ տեսնել հստակ ծրագիր։ Այդ մարդիկ ինչպես են պատկերացնում Հայաստանի արտաքին քաղաքականությունը առաջին հերթին, ոնց են կառուցելու մեր հարաբերությունները բոլորի հետ։ Հրաժարվում են թրիպից, չեն հրաժարվում, Եվրամիություն գնում են, չեն գնում։ Ռուսաստանի հետ ինչպես են հարաբերությունները բարելավում։ Հստակ, դա պետք է հստակ նշվի։ Ադրբեջանի հետ ինչ են անում, ոնց են անում։ Այդ ամենը չկա, կան ուղղակի խոսքեր։ Նիկոլը պետք է հեռանա, պետք է իշխանափոխություն անենք, դրանց հետո ամեն ինչ լավ է լինելու։ Չի լինելու, այդպես չի լինում։ Չի լինում եւ երբևիցե չի եղել։ Ժամանակին ասում են, չէ, Լևոնը կգնա լավ կլինի։ Այդ ասում են Քոչարյանը կգնա լավ կլինի, Սերժը կգնա լավ կլինի, ասում Նիկոլը կգնա։ Այսինքն դեռ անձերով ենք պայմանավորվում, ինչ որ առանց գաղափարական ոչ կամ ծրագրային որևէ առաջարկի, ասում ենք այս մարդը գնա, ես գամ, ավելի լավ է լինելու։ Միշտ այդպես է եղել։ Միշտ այդպես է եղել։ Ես չեմ կասկածում, որ ավելի լավ է լինում։ Ես մի հատ անեկդոտ կա, չէ, ասում եմ, քաղաքական գործիչ ամբիոնից խոսում է ժողովրդի դեմ, ասում է, մենք սրանից հետո շատ ավելի լավ ենք ապրելու։ Մեկը այդ ժողովրդի մեջ դες իսկ մենք։ Իրենք լավ են ապրելու, իսկ մենք չեմ կարծում։ Պարոն Ստեփանյան, քանի որ ասացիք մեր ձևովի առաջարկները ծրագրերին տեղյակ չեք, օրինակ Նարեկ Կարապետյանը վերջերս ասում է, բացի այն, որ գալու են թրիփի հետ կապված նախագծերը վերաբանակցեն կամ խաղաղության նախաստորագրված պայմանագիրը վերաբանակցեն, ասում է մեկ երաշխավոր ունենալը դա հեռանկարային չի։ Պետք է ներգրավել երկու երաշխավոր, եւ որ այդ երկու երաշխավորները պարտադիր ունենան հակասություններ։ Մենք պիտի այդ հակասությունների վրա կառուցենք մեր խաղաղությունը։ Որքան էլ որ անտրամաբանական է թվում ինձ համար, միգուցե դուք ավելի լավ բացատրեք, պարոն Ստեփանյան, ոնց է հնարավոր երկու երկրներ, որոնք փորձում են հարթել եղած հակասությունները, ներգրավեն եւս երկու գերտերությունների, որոնք կրկին ունեն հակասություն եւ այսպես ապահովեն խաղաղություն։
Դուք հենց ասացիք հակասությունների վրա, ես մի անգամից ծանոթ բան հիշեցի Ռոբերտ Քոչարյանի տարիներին այդ հակասությունների վրա են ուզում կառուցեին մեր անվտանգությունը Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի։ Հետո Սերժ Սարգսյանի տարիներին նրանք ասում էին մենք ոչ թե հակասությունների վրա ենք կառուցում մեր քաղաքականությունը, այլ համադրում ենք տարբեր շահեր եւ դրա հիման վրա կառուցում ենք մեր քաղաքականությունը եւ անվտանգությունը։ Մենք բոլորս 16 եւ 20 թվականներին տեսանք ինչի դա բերեց։ Այսինքն ինչով դա ավարտվեց։ Այդ հակասությունների, համադրությունների վրա կառուցվող քաղաքականությունը այդպես չի լինում։ Չի լինում այդպես։ Եվ այս պահին, երբ հին աշխարհակարգը չկա, նորը չկա, չի կառուցվել դեռ եւ անընդհատ փոփոխություններ են գլոբալ մակարդակով, պետք է կառուցել սեփական անվտանգությունը ոչ թե հակասությունների վրա կամ երաշխավորներ փնտրելով, չկան երաշխավոր, բնության մեջ չկա այդպեսի բան, մոռացեք, քաղաքականության մեջ եւս, այլ պետք է հասկանալ ում հետ ես դու։ Այս պահին այս է, ուրիշ հնարավորություն չկա։ Չկա այդպեսի բան, որ ինչ որ մի երկիր, Թրամփը ամեն օր դա է ասում։ Ինքը ամեն օր դա ասում է։ Տենց երկիր չկա, որ կարա գնա ինչ որ միտեղ սենց բախկվի, հա, հեռու մնա եւ փորձի ժամանակը, հա, անցնի, հա, տեսնենք ինչ ա լինում, մերան տեսնենք, հետո սա բան կլինի, կպարզվի, նոր մենք դուրս կգանք։ Չէ։ Վազիցդ կգան, կբռնեն եւ կհանեն։ Անենց կհանեն կտան գլխիդ, որ ուշքի չես գա։ Եվ դու կդառնաս ամենամեծ զոհը, եթե դու չես կողմնորոշվել։ Սա է այսօրվա աշխարհը։ Սա լավ կյանքից չէ, բայց սա մենք ունենք, ինչ ունենք։ Մենք օգոստոսի 8-ին այդ կողմնորոշվելու քայլը արել ենք։ Բայց դա այս պահին արդեն չի բավարարում։ Չի բավարարում, որովհետև աշխարհը առաջ է գնում։ Իրողություններ են փոխվում։ Մենք պետք է նստենք եւ մտածենք ինչպես ենք մենք ամրապնդում այս տրամաբանությունը։ Միգուցե նոր պրոյեկտներ ենք բերում տարածաշրջան, ինչպես ենք արագացնում այդ գործընթացը։ Ամերիկյան դատա ցենտրների կառուցումը Հայաստանում։ Ինչպես ենք անում այնպես, որ ամերիկյան շահագրգռված լինի այստեղ։ Այստեղ չպետք է ամերիկյան զինվորի ոտ լինի։ Չպետք է լինի, դա բացառվում է։ Արաբական, ես տարիներով եմ, չէ՞ դա ասում, ձեր եթերում եմ ասում, մենք չպետք է ռազմաբազաներ ունենանք մեր տարածքում։ Կարևոր չի ինչ ուզում ալի ամերիկյան, ռուսական, հնդկական։ Եվ այս ինչ որ կատարվում է, դրա բառապացույցն է։ Տնտեսական պետք է լինի ներկայությունը։ Մեր տարածքից չպետք է վտանգ գեներացվի ոչ մի երկրի, ոչ Իրանին, ոչ Թուրքիային, ոչ Վրաստանին, ոչ մեր հարևանին, ոչ Ադրբեջանին, բայց մեր երկրի ներսում մենք պետք է կառուցենք այնպիսի համակարգ տնտեսական եւ անվտանգային, որը բացառի որևէ կողմերից հարված մեր տարածքին։ Սա շատ դժվար խնդիր է։ Եվ այս հարցում երաշխավորներ չկան։ Ես նորից եմ ասում։ Այդ ինչ որ պարոն Կարապետյանը ասում է, ես չգիտեմ իրանով է դա սովորեցրել, չեմ կարող ասել, բայց այսօրվա աշխարհում դա չի աշխատում։ Միգուցե 45 թվականին 1900, երբ որ նոր աշխարհակարգ էր կառուցվում, հա, երկրորդ համաշխարհայինից հետո միգուցե այն ժամանակ աշխատել է, հիմա չի աշխատում։ Պարոն Ստեփանյան, այս ընտրություններով մենք հատկապես որ հարցին պիտի պատասխանենք, կարևոր բան եք նշում, որովհետև տեսեք, ուժեր կան, որ հստակ իրենք դեռևս նախ հասկանանք ատելությունը քաղաքական կատեգորիա է թե չէ, բայց այնուամենայնիվ ուժեր կան, որ ատելությունը այսպես քաղաքական կատեգորիայի են վերածել եւ օրինակ նույն Արարատը մեր լեռն է, թուրքը վիրավորանք է իրենց համար։ Այս կատեգորիաներով արդյոք պետք է մոտենալ ընտրություններին եւ այս ընտրություններին հատկապես որ հարցին պիտի պատասխանի հայ ժողովուրդը, որովհետեւ գիտեք, հիմա շահարկվում է օրինակ դիսկուրսը պատերազմ թե խաղաղություն։ Հիմա ընտրությունը պատերազմի ու խաղաղության միջև է, թե դա շատ ավելի կամ կշերքի նժանին շատ ավելին է դրված։ Ատելությունը երբեք չի եղել քաղաքական ոնց ասացիք կատեգորիա քաղաքական կատեգորիա ցավոք Հայաստանում ատելությունը դառնում է քաղաքական կատեգորիա եւ դարձել է ատելությունը որպես քաղաքական կատեգորիա իրացիոնալ է ինչու է այն իրացիոնալ որովհետեւ այն կուրացնում է ոչ թե այն մարդկանց որի վրա դա ուղղված է որի վրա աշխատեցնում են դա այսինքն ընտրողին հա որ սկսեն իրար ատել բաժանվեն եւ այդ տիրելը դառնա հեշտ ինքը կուրացնում է նաեւ ատողներին այսինքն գեներացնողներին, իրենք այդ քաղաքական ուժերը, իրենք արդեն չեն հասկանում ինչ են անում, այնքան են իրար ատում։ Տեսեք, քան այդ քաղաքական ուժ է գնում ընտրություններին։ Ես չգիտեմ, միգուցե նրանք ունեն գաղտնի պայմանավորվածություններ, բայց իմ մոտ տպավորությունն է, որ իրենք գնում են ինչ-որ այն սկզբունքով, հա, ռուսերեն են ասում, չգիտեմ հայերեն ինչպես է դա, назло кондуктору пойду пешком։ Այսինքն, եթե բոլորը գնում են, ես էլ պետք է գնամ։ Ինադու։
Կարևոր չի իմ շանսերը, ես անցնում եմ, չեն անցնում։ Պետք է մասնակցել, օլիմպիական սկզբունք է։ Կարևորը մասնակցությունն է։ Հիմա այդ սկզբունքի հիմքում ի՞նչն է ընկած։ Ատելությունն է ընկած, նախանձն է ընկած։ Իրենք բոլորը ատում են իշխանությանը, իշխանությունը ատում է իրենք ատում են իրար։ Սա է մեր իրավիճակը, մեր քաղաքական դաշտը սա է։ Ես տեսնում եմ առանձին քաղաքական գործիչներին, ոմանց հետ նույնիսկ անձնական շփում ունեմ, եւ ես դա տեսնում եմ, ես չեմ հասկանում իմաստը։ Դրա համար ինձ երբ հարցնում են, ասում են, ի՞նչ են այդ մարդիկ գնում ընտրությունից, ես չգիտեմ։ Իրենց հարցրեք։ Իսկ երբ որ օրինակ նույն հարևանների հետ ատելությունն են փորձում քվեի վերածել, պարոն Ստեփանյան։ Դա էլ է նորմալ, դա նորմալ է, դա աշխարհի բոլոր երկրներում էլ աշխատել է, որոնք ունեցել են կոնֆլիկտներ։ Արտաքին թշնամին օգտագործվում է, որպեսզի երկրի ներսում մարդիկ կամ պահպանեն իշխանությունը կամ հասնեն իշխանության։ Դա միշտ եղել է եւ լինելու է, դա նոր բան չի։ Պարոն Ստեփանյան, խոսենք նաև վերջին օրերին այսպես մի քանի սադրանքներից, բայց հատկապես Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցածից, նախ որ վարչապետի վրա փորձ է արվում զերկ բարձրացնել, բայց բոլոր մեղադրանքները կրկին ուղղված են վարչապետին, թե ինչու է հանդգնել գնալ եկեղեցի, այն էլ այդքան մեծ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ, իդեպ ցավում եմ, որ պիտի Զատուլինին մեջ բերեմ, բայց Զատուլինն էլ էր այդ մասին ասում, թե Հայաստանի Հանրապետության վարչապետը մի կողմից խոսում է ժողովրդավարության մասին, մյուս կողմից անվտանգության բազմաթիվ աշխատակիցներով է ուղեկցվում։ Ինչի մասին են այս խոսակցությունները առհասարակ եւ այս ատելության մթնոլորտը, այսինքն ինչու է փորձ արվում նաեւ նորմալիզացնել բռնությունը, փորձում են մեր հասարակության մեջ նոր Նաիրի Հունանյաններ աճեցնել, թե շատ ծայրահեղական եմ հիմա ես բնորոշում տեղի ունեցողը։ Մեկը մյուսին չի բացառում բոլորովին։ Տեսեք, որևէ մեկը իրավունք չի։ Մեզ մոտ այնպես բան կա, էլի սկսենք հերթով, հա, ձեր հարցը շատ մեծ է դա։ Ասма ինվալիդ է, չէ, սահմանափակ կարողություններով ունեցող մարդ։ Ասում են, այդ մարդկանց համար պետք են թեքահարթակներ, ճանապարհը պետք է հարմար լինի։ Ասма ինչով ով ասե, որ ինվալիդը պետք է տնից դուրս գա։ Թող տանը նստի։ Չէ, մեր հասարակությունում են տենց ասում։ Հիմա ես նույն տրամաբանությամբ ասում են ինչի է կինը հագնում կարճ շրջազգեստ։ Իրեն կարող են բռնաբարել, թող չհագնի։ Ինչի է վարչապետը գնում Սուրբ Աննա եկեղեցի, երբ որ գիտի, որ այնտեղ տարբեր մարդիկ են հավաքվել։ Ինչի է այս մարդը գնում այնտեղ։ Գիտեք ինչ կա, մենք վերջը իրավական երկիր ենք եւ ամեն մեկը իրավունք ունի անել այն, ինչ ցանկանում է անել, եթե դա չի խանգարում եւ չի որոշ ինչ որ ձևով, հա, սահմանափակում այլոց իրավունքները։ Ես չեմ կարծում, որ վարչապետը գնալով Սուրբ Աննա եկեղեցի ինչ որ մեկի իրավունքները սահմանափակել է։ Ինչի է ինքը թիկնազորով, կարծում եմ նորմալ է, եթե մի երկրի ղեկավարը, որ գտնվում է հիբրիդային պատերազմում եւ որին կան տարբեր սպառնալիքներ տարբեր տեղերից։ Վերջը հոկտեմբերի 27 ենք ունեցել։ Մենք ունեցել ենք այնպիսի ողբերգություն, որը մեզ համար միանշանակ դաս պետք է լինի։ Ինչու այդ տղերքի հետ կապված այդ պատմությունը, ես այսպես եմ կարծում, ես արդեն դա ասել եմ, ես կարծում եմ, որ ինչ էլ լինի, ոնց էլ լինի, ով ում հարվածեց, ինչ արեց, իրենք զոհ են։ Ինչի են իրենք զոհ։ Որտեվ իրենց շրջապատում է մի ատելության մթնոլորտ, ձեր հետ ասած ատելության մթնոլորտը, որը բերել է դրան։ Այսինքն իրենք այդ տղան ինչու է ցանկացել վարչապետին խփի, որովհետև իր մոտ ատելություն է։ Չգիտեմ, ինչ որ այդ պահին այդ թիկնապահները խանգարել են իրան կամ ինչ են արել, դրանց ելնելով աղա, չէ։ Հիմա մենք միշտ ուզում ենք համեմատել մեր երկիրը Ամերիկայի հետ։ Ամերիկայում կարող է հանեին այդ թիկնազորյա բաները, որ իրան ուղղակի գնդակահար էին տեղում։ Դա կարող է լինել։ Եվ որևէ մեկը չէր կարող այդ գնդակահարողին դատել։ Որտեվ այդպեսին է օրենքը։ Բայց ես չեմ ուզում այնպեսի տպավորություն ստեղծվի, որ իշխանությունը միանշանակ ճիշտ է, իսկ այդ մարդիկ սխալ, որովհետև բռնությունը, ատելությունը միշտ բերում է եւ գեներացնում է հավելյալ ատելություն եւ բռնություն։ Մեզ մոտ քանի դեպք ա եղել, որ մարդկանց վրա հարձակվել են, սպանություններ են եղել նույնիսկ ու չեն պատժվել։ Հանցագործ։ Ինչքան բան է։ Այսինքն անպատժելիությունն է բերել այս վիճակին։ Մտնոլորտն է բերում դրան։ Մարդը պետք է հասկանա, որ եթե դու մեկի վրա ձեռք ես բարձրացնում, դու դրա համար պատժվելու ես։ Կա օրենք, կա ոստիկանություն, կա պետական ապարատ։ Եվ անպայման չի, որ վարչապետի վրա ձեռքը բարձրացնեն նոր պատժվի։ Ամենասովորական քաղաքացու վրա մեկը եթե ձեռք է բարձրացնում, ինքը գնում է ոստիկանություն, պետք է պատժվի։ Մեր մոտ 90% դեպքերում մարդիկ դիմում են ոստիկանություն, դիմումը ստանում են եւ վերջ։
Մեր ոստիկանությունը չի պաշտպանում, օրենքը չի պաշտպանում քաղաքացիներին։ Քանի անգամ են լրագրողներին ծեծել։ Մեր մասին խոսում։ Ով է պատժվել։ Չէ, մեկը պատժվել է։ Այդ անպատժելիությունը ինքը բումերանգ է։ Հասկանալի է, որ մի օր պետք է գար հասնել վարչապետին եւ լավ է, որ այսպես է վերջացել։ Մեր քաղաքացին, մեր պետության մեջ պետք է իրենց զգա պաշտպանված։ Կարևոր չի նա կլինի վարչապետ, թե կլինի հողագործ, թե կլինի լրագրող։ Սա լուրջ խնդիր է, որը պետք է լուծում ստանա։ Ես անձամբ պահանջում եմ դա իշխանությունից։ Ես միշտ եմ դա պահանջել։ Իհարկե, որևէ մեկը մեր կարծիքը հաշվի չի առնում, բայց դա կարևոր է, որովհետև որևէ մեկս պաշտպանված չենք դրանց։ Վաղը այդ նույն իրավիճակը կարող է ձեր դուրը ծեծի, իմ դուրը ծեծի, ցանկացածից հետ կարող է դա լինել։ Պարոն Ստեփանյան, ես ճիշտ եմ հասկանում, որ այնուամենայնիվ մենք դեռևս լավ չենք պատկերացնում, թե ինչ է ժողովրդավարությունը եւ երբեմն ամենաթողությունը շփոթում ենք ժողովրդավարության հետ, օրինակ բերեցիք, որ Ամերիկայում նույն այդ մարդուն կարող էին հանգիստ գնդակահարել։ Իհարկե։ Հիմա մենք բան ենք անում, դժգոհում ենք Եվրամիությանն ենք դիմում, որ փրկեք այս տղային, տեսեք ինչ են անում, խոշտանգում են։ Չէ, դե այդ ամեն ինչը որ կա, այդ նախընտրական կամպանիա էլեմենտը, այդ 18 տարեկան երեխան, 18 տարեկան աշակերտը, երեխաները հավաքվեցին, գնացին, ուշքից գնաց, վատացավ, մերը վատացավ, տարան հիվանդանոց, դա էմոցիաներ են։ Դա էժանագին մանիպուլյացիա է։ Ես ուզում եմ հասկանամ, այս այդ հարցը արդեն հնչեցրել եմ, եթե 18 տարեկան պատանին դա երեխա է, դա բանակում ինչ գործ ունի։ 18 տարեկանը զենքը ձեռքին ինչ գործ ունի պատերազմի դաշտում։ Եթե երեխա է, թե այդ դեպքում երեխա չի։ Այս դեպքում է երեխա։ Երբ ինչ որ հանցագործություն է գործել, օրենքը կանչում է իրեն պատասխանատվության, միանգամից երեխա է դառնում։ Տանում են բանդ ուշքից գնում է, վատանում է, հա, դե լավ էլի դե հասկանում ենք էլի ամեն ինչ։ Ես հասկանում եմ, ես շփում ունեցել եմ իր բաների հետ, ադվոկատների հետ, հա, դատապաշտպանների, ես գիտեմ ինչպեսի մանիպուլյացիաներին են նրանք ընդունակ։ Պետք չէ, պետք չէ, այդ մի քիչ էլ հարգեք վերջը այդ տղաներին, էլի պետք չէ տենց էժանագին բաներ անենք, իրանք վաղը պետք է դրա ապրեն։ Պետք է մեծանան, պետք է իրոք տղամարդ դառնան, պետք չի տենց բաներ անել։ Ես կարծում եմ դրա կարիքը չկա։ Պետք չի իրենցից զոհ սարքել այն դեպքում, երբ իրենք նորմալ մարդիկ են։ Հիմա զոհի կերպար եք ստեղծում այդ մարդկանց շուրջ այդ էժանագին մանիպուլյացիաներով փորձում եք նախընտրական ինչ-որ տրամադրություններ ստեղծել։ Չգիտեմ, շատ զզվելի է դա։ Հիվանդության մասին խոսակցություններ անգամ։ Շատ զզվելի է։ Պարոն Ստեփանյան, քանի որ խոսացինք ժողովրդավարությունից, եկեք հասկանանք, թե օրինակ նույն Ռուսաստանում ինչպիսի արտոնություններ ունեն հայերը, ժողովրդավարական արտոնություններ, քանիցս մենք տեսնում ենք, որ վարչապետի այցերի ժամանակ ինչպես են այնտեղի հայերը որոշակի դժգոհություն արտահայտում, այս անգամ ընդհանուր վարչապետի նկարն էին այրում։ Ինչով է սա պայմանավորված, որ օրինակ նույն Ռուսաստանի Դաշնությունում միայն հայերն ունեն նման արտոնություններ եւ ինչպես հասկանալ նաև այս հայերի մոտեցումը, ընկալումները։ Հայերը արտոնություններ չունեն, հայերը ունեն այդ մի արտոնությունը հավաքվել եւ բողոքել Նիկոլ Փաշինյանի դեմ, այլ արտոնություն իրենք չունեն։ Մնացած բոլոր իրենց իրավունքները, ինչպես ցանկացած Ռուսաստանի քաղաքացու իրավունքը, ոտնահարվում են, բան տեղ չեն դնում եւ ընդհանրապես իրենք իրավունքներ չունեն։ Սա ցավ եմ ասում։ Հիմա կա երկու խումբ այդ մարդկանց մեջ, 3 խումբ։ Մի խումբը ամենահասկացող գիտակից խումբն է, որոնք ամեն ինչից հեռու են մնում, հասկանում են ինչ է կատարվում Հայաստանում եւ ցանկանում են, որ Հայաստանը զարգանա, դառնա անկախ, դառնա ինքնիշխան պետություն, այդպիսի հայրենակիցներ Ռուսաստանում շատ ունենք։ Երկրորդ խումբը դա մարդիկ են, որոնք էլի չեն ուզում խառնվել այդ ամեն ինչի մեջ, բայց իրենց ստիպում են։ Հիմա մարդիկ ովքեր բիզնեսներ ունեն, ինչ որ տեղ են աշխատում, հա, իրենց ստիպում են, ասում են դուք պետք է գնաք եւ դա անեք, թե չէ ձեր վիճակը լավ չի լինի, այս կխլենք, այն կխլենք, գործից կհանենք, դա ավտորիտար պետություն է, դա սովորական բան է դա։ Եվ երրորդ ամենա խղճուկ խումբը, որոնք ցանկանում են լինել Հռոմի պապից ավելի կաթողիկ։ Իրենք ուզում են ավելի ռուս լինել, քան թե ռուսները կան։ Իրենք ամենտեղ իրենց առաջ են գցում, մտածելով իրենց ունեցվածքի մասին։ Իրենք ուզում են ասել, որ իրենք հայ չեն։ Շահնազարովի հարցազրույցը չեք տեսնում։ Ես ասում հայ չեմ։ Դե Շահնազարով հա դե Ղարաբաղ մելիքներից եկած ազգանունն է, բայց ես ռուս, ինքը ճիշտ է ասում, ինքը չի խափում։ Ինքը ճիշտ է ասում, ինքը ռուս է։ Բայց իրենք ուզում են լինել ռուս, հասկանում եք, իրենք չեն ուզում լինել հայ։ Բայց այդ անտերետ յան մասնիկը չեն հանում ու իրենց դիրքավորում են որպես պալեզնի իդիոտ,
Հա, ես չեմ հայերեն դա ինչպես է, полезный идиот են ասում, այս ռուսական արտահայտությունն է։ Օգտակար ապուշ։ Օգտագործվում են որպես օգտակար ապուշ այդ կեղտոց զզվելի հասարակարգում, ավտորիտար եւ դիկտատուրայում, Հայաստանի դեմ իրենց այդ յան ազգանունը Սիմոնյան, հա, Միրզայան, չգիտեմ ինչ, դե շատ կան դրանցից։ Քեոսայան, Քեոսայանն մահացել է, մահացածների մասին վատ բաներ չպետք է խոսենք։ Իրենք օգտագործում են այդ յան ազգանունը, այդ յանի դեմ, Հայաստանի դեմ։ Ու իրենք դա անում են կամավոր, որովհետև դրան դիմաց գումար են ստանում, թալանում են Ռուսաստանը։ Այդ բոլորը թալանչիներ են։ Ռուսաստանն են թալանում ուղղակի։ Ու որպեսզի իրենք այդա էլ է իրենց արտոնությունը։ Դուք ասում եք, չէ, արտոնություն, ես սխալ բան ասացի։ Այդ թալանում մասնակցելը դա էլ է արտոնություն։ Եվ այդ արտոնության դիմաց իրենք Հայաստանն էլ կծախեն։ Իրենց յանն էլ կծախեն։ Իրենց այդ Մելիքյան Ղարաբաղյան անցյալն էլ կծախեն։ Ամեն ինչն էլ կծախեն։ Եվ Շահնազարյանը շատ ուղիղ դա ասաց։ Այդ էլ երրորդ խումբն է Ռուսաստանի հայերի։ Այս է տեղի ունենում։ Այդ երեք խումբը դուք դիտարկեք։ Չի կարելի ասել, որ բոլոր Ռուսաստանի հայերը այդպես չկա տենց բան։ Չկա։ Բայց այդ երեք խումբը կա։ Այնուամենայնիվ Ռուսաստանում են, բայց Հայաստանի ղեկավարությունից են ինչ-որ բաներ պահանջում դժգոհություններ Ռուսաստանի ղեկավարությունից չեն պահանջի։ Գլուխները կթրցնեն մյուս օրը։ Անենց կկորցնեն, որ ոչ մեկ չի իմանա իրենց մասին։ Ինչ իրանք չեն հասկանում, իրենք չեն հասկանում որտեղ են ապրում։ Իրենք պետք է լինեն կամ այդ գողա բանդոկրատիայի մաս, հա, այդ գողապետության մաս եւ թալանում մասնակցեն, կամ պետք է չմասնակցեն, դեմ գնան եւ դառնան զոհ։ Հասկանալի է, չէ՞, իրենց ընտրությունը որն է։ Պարոն Ստեփանյան, եւ ստացվում են նախկինների, ինչքան էլ այդ բառը չեմ սիրում, բայց վերաբերմունքը հայ ժողովրդին չի փոխվել, հաշվի առնելով նաեւ հակակոռուպցիոնի վերջին բացահայտումները, կաշառքի դեպքերը նկատի ունեմ, միայն գնաճով պայմանավորված գինն է մի քիչ փոխվել։ Առաջ եթե 5000 էին առաջարկում քվեի համար, հիմա արդեն 50000 են առաջարկում կամ ավելի մեծ գներ։ Հետաքրքիր է, պարոն Ստեփանյան, մեր հասարակության մոտ գալու է մի օր, երբ կաշառք առաջարկելը անգամ պիտի վիրավորանք ընկալվի։ Մենք գալու ենք մի օր այդ գիտակցությանը, թե այնուամենայնիվ կաշառքը, գումարը դերևս շատ բան է փոխում մեր հասարակության մոտ եւ այս ընտրություններում ինչ է կարծում նույն գումարը, կաշառքը 5000-ը չասեմ, արդեն 50000 դրամները որևէ բան փոխելու են։ Ես հույսս չեմ կորցրել, որ այդ օրը կգա։ Ես հույսս չեմ կորցրել, որ մենք վերջը կդառնանք ազգ։ Ես հույսս չեմ կորցնում, որ մենք վերջը կդառնանք քաղաքացի, որ մենք ժողովրդից կդառնանք ազգ, մասսայից, դա իրենք են ասում, մասսա, ժողովրդին մասսա են ասում, մասսայից կդառնանք քաղաքացի, ինչն է մեզ դարձնում մասսա, ինչն է մեզ դարձնում թույլ, մեր էժան գնով վաճառվելու հատկությունը եւ ունակությունը։ Հիմա օրենքները փոփոխվել են, եթե չեմ սխալվում 7 տարի է, հա, ընտրակաշառք վերցնելու համար, դրա համար գինը աճում է։ Եթե մարդիկ չվերցնեն այդ կաշառքը, ավելի կաճի։ Հիմա ես մարդ եմ ճանաչում ուսանողական տարիներին, որը գալիս էր համալսարան եւ գլուխ էր գովում։ Ասում էր 20 քանի տարեկան մարդ էր արդեն հասուն։ Ասում էր մեր ընտանիքը 6 հոգի է, բոլոր ընտրություններին համապետական կլինի, տեղական կլինի, հանրապետականի տարիներն էին, Քոչարյանի կներեք, Քոչարյանի տարիներն էին, մեզ 60000 են տալիս, բոլորին տալիս են 5000, իսկ մեզ տալիս են 10000, գլուխ էր գովում։ Այս մտածելակերպը երբ որ փոխվի, երբ որ մարդ հասկանա, որ այդ 10000-ը դա ոչ թե իրեն լավություն են, այլ իր երեսին են թքում, իր ընտանիքի երեսին են թքում, իսկ ինքը վաճառվում է սեփական ապագան եւ սեփական երեխաների ապագան, քանի որ ինքը կառուցում է մի պետություն, որտեղ իշխանությունը ներկայացնում է իրենց մարդ, որը իրեն գնում է 10000 դրամով։ Այդ պետությունը չի կարող լինել հաջողակ։ Այդ պետությունը պարտվելու է 44 օրյա պատերազմում։ Այդ պետությունը կորցնելու է ինքնիշխանությունը։ Այդ պետությունը կորցնելու է իր մի մասը։ Ես միշտ Արցախը համարել եմ Հայաստանի մաս։ Միշտ Ես չեմ համարել Արցախի հանրապետություն, չի եղել դες բան, դա սուտ է եղել։ Այդպիսի պետությունը, որը դու կառուցում ես ընտրակաշառքով, իր վերջը դա է լինելու, failed state է լինելու։ Դու կարող ես կառուցել նորմալ պետություն միայն ժողովրդավարական հիմունքների վրա։ Հիմա կիսատ պարատ մենք ունենք այդ հիմունքները։ Նրանք պետք է զարգացնել։
Այսինքն օրենքը պետք է գործի, կաշառք վերցնողը ձեռքը պետք է կտրեն, օրենքով կտրեն, 7 տարի է ինչքան է չգիտեմ։ Եվ կաշառք տվողն պետք է մի 100 անգամ մտածի այդ կաշառքը տա, թե ոչ։ Հասկանա, որ գինը շատ բարձր է։ Դու կարող ես աշխատել կես միլիոն դրամ կաշառք տալով, հա, դա ցելի բանը չէ, համակարգ է աշխատում, բայց կարող ես վաղը 20 տարով հայտնվել բանտում օրինակ։ Կամ կարող է այնպես լինել, որ քեզ աշխատանքից ազատեն, քո պաշտոնից ազատեն։ Պաշտոնը այդ մարդկանց համար ամեն ինչ է։ Այսինքն մարդիկ պետք է գիտակցեն, որ դրա համար լինելու է պատիժ, դա առաջին անհրաժեշտ պայմանն է։ Դե երկրորդն էլ արդեն նշեցինք մարդկանց ինքնագիտակցությունն է։ Երբ այդ մարդիկ վերջապես գնալով նրանք քչանում են, դա էլ պետք է ընկալենք, ընդունենք։ Եթե մենք համեմատենք 17 թվականի ընտրությունները, երբ ՀՀԿ-ն ուղղակի գնեց, ՀՀԿ-ն հաղթել է 17-ին, միշտ ասում եմ, իրենք հաղթել են, գնել են բոլորին։ Կաշառքով գնել են եւ հաղթել են, դարձել են մեծամասնություն։ Եթե հիմա 26-ին արդեն դա չլինի, մենք տեսնենք, որ իրոք վախից ելնելով օրենքի արժեվ վախից ելնելով, թե ինքնագիտակցությունից ելնելով մարդիկ դրա ճանապարհով չգնան, դա հույս է արտանցնում, որ մյուս ընտրություններին այդ ամենը շատ ավելի քիչ կլինի, եթե իհարկե հին մարդիկ, նախկինները, ինչպես դուք ասում եք, նորից հետ չգան, իսկ նախկինները այլ մեթոդներով չեն կարող աշխատել։ Կարմիր կովը կաշին չի փոխում։ Իրենց մոտ սա է։ Իրենք գիտեն մեկ ճանապարհ։ Մարդուն կարող ես բերել ընտրատարածք վախով, վախեցնելով, գնելով, չէ՞, եւ խաբելով։ Դու չես կարող իրեն աչքերին ուղիղ նայել, շիտակ ասես ինչ ես առաջարկում ու գնաս քաղաքացիական գործարքի, ինչպես ցանկացած երկրում։ Այդ 3 ձևն է աշխատում իրենց մոտ։ Իրենք ուրիշ բան չեն տեսնում եւ ես չեմ հավատում, որ երբևիցե իրենք այդ ճիշտ ճանապարհը փորձել են։ Այսինքն իրենք չեն էլ փոխվել։ Չէ, իրենք չեն փոխվել։ Օքեյ, պայմաններն են փոխվել, իրենք փորձում են այդ պայմաններին ադապտացվել, դրա համար ընտրակաշառքը թանկացել է, մեծացել է, քչացել է, բայց դա չի նշանակում, որ այն չկա։ Եվ վերջում, պարոն Ստեփանյան, այսքան մեծ ուշադրությունը, կենտրոնացվածությունը հատկապես այս տարվա խորհրդարանական ընտրություններին, գիտեք, որ շատ է խոսվում, որ սրանք ամենակարևորն են, վարչապետը ընդհանուր ասել է, սրանք պատմաքաղաքական կարևորություն ունեն, ինչով է դա պայմանավորված եւ նաեւ այս գեոպոլիտիկ ուշադրությունը, արտաքին ուժերի, արտաքին պետությունների ուշադրությունը, սևեռվածությունը այս ընտրություններին եւ Ռուսաստանի նախագահի ուղիղ իր դեմքով միջամտությունը կամ հայտարարությունները, ինչպես հասկանանք, ինչու հատկապես այս ընտրությունները։ Ես խոսելու եմ ձեր հարցին պատասխանելով միայն Հայաստանի քաղաքացու տեսակետից։ Ինձ հետաքրքիր չէ Ռուսաստանում կամ Ամերիկայում ինչ են մտածում եւ ինչ են մեզանից ուզում։ Մենք ունեցել ենք մի երկիր, որը մերը չի եղել։ Մենք ունեցել ենք իշխանություն, որը մենք չենք ընտրել։ Մենք ունեցել ենք պաշտոնյաներ, որոնք նշանակվում էին դրսից։ Այս արատավոր շղթան բերել է նրան, որ մենք ունեցել ենք պատերազմ, որտեղ ունեցել ենք մի քանի հազար զոհ եւ կորցրել ենք մեր հայրենիքի մի մասը։ Սա այն է, ինչ որ մեզ հետ տեղի ունեցել։ Մենք 22 թվականի աշնանը վերջապես սա գիտակցել ենք։ Եվ սկսել ենք այդ ամենից կամաց շատ դանդաղ հեռանալ։ Հիմա այդ հեռանալու փուլում են գտնվում, շատ դանդաղ ենք հեռանում, բայց հեռանում ենք, ճահիճ է, մի հատ կամաց դուրս են գալիս։ Եթե մեզ մոտ ելնի հիմա իշխանափոխություն ես նկատի ունեմ այդ հին ուժերի տեսքով իրեն կան, իշխանություն դառնան, մենք նորից պտտվելու ենք եւ հետ ենք գնալու։ Այդ նույն ճահիճը։ Իսկ դա նշանակում է, որ մենք ոչ թե փորձելու ենք ստանալ ինքնիշխանություն, ոչ թե փորձելու ենք ստանալ անկախություն, ոչ թե փորձելու ենք ստանալ կառավարենք մեր երկիրը մենք ինքներս, այլ մեզ նորից օգտագործելու են այլ երկրների շահերը սպասարկելու համար։ Իսկ ցանկացած երկիր, որը սպասարկում է այլ երկրի շահերը, վերջում զոհաբերվում է։ Դա պատմությունն է ասում, դա ես չեմ ասում։ Մեզ զոհաբերեցին մի անգամ 20 թվականին։ Եթե մենք նորից ուզում ենք, որ մեզ զոհաբերեն, իսկ դա լինելու է 100%-ով։ Կարևոր չի, երբ կարող 5 տարի հետո, 10 տարի հետո, կարող վաղը լինի ընտրություններից հետո։ Եթե մենք ուզում ենք մեզ զոհաբերեն, մենք պետք է նորից վերադառնանք անցյալ։ Հիմա մենք այդ զոհաբերությունից հեռանում ենք կամաց։ Շատ դժվարությամբ ենք հեռանում, բայց հեռանում ենք։ Դրա համար է սա կարևոր։ Ինձ համար դրա համար է կարևոր, որովհետև եթե մենք վերադառնում ենք անցյալ, վաղը մեր գլխին նորից կարող են բերեն այն, ինչ բերել են։ Եվ սա արդեն կարող է լինել, այն ռուսերեն ասում են կոնտրոլնի վստահ, հա, վերջնական արդեն կարակոծը։
մեր պետականության ճակատին։ Այսինքն անդառնալիության կետն է այս ընտրությունները։ Կարելի իհարկե, ամեն ինչ հնարավոր է այսօրվա աշխարհում։ Սրա համար է այս ընտրությունը այդքան կարևոր։ Մենք պետք է գիտակից գնանք ընտրության եւ հասկանանք ինչն է դրված նժարի վրա։ Դրված է մեր անկախությունը, մեր երկիրը, մեր կյանքը, մեր ապագան։ Սա ինչ որ վերացական կատեգորիաներ չեն։ Անկախությունը, երկիրը, պետականությունը։ Մենք վերջապես պետք է գիտակցենք, որ մեր կյանքն է դրանից կախված։ Եթե դու անկախ ես, եթե դու ունես պետականություն, քո կյանքը շատ ավելի անվտանգ է եւ ապահովագրված է, որ օրինակ քեզ չեն օգտագործելու ուրիշի շահի։ Կամ եթե դու դա չունես։ Եթե դու դա չունես, քեզ անընդհատ օգտագործելու են։ Գնալիս ուրիշի համար մեռնես։ Եվ մեր հետ դա եղել է։ Հիմա ես չեմ ուզում փակագծերը բացեմ, ինչպես է եղել, ես չեմ ուզում որևէ մեկին վիրավորեմ, բայց եղել է։ Եվ ես ամեն ինչ պետք է անեմ իմ համեստեղում, որպես ընտրող, հա, ընտրությունների ժամանակ, որ թույլ չտամ, որ դա լինի։ Եվ ես կարծում եմ, որ բոլորը պետք է դա անեն, որովհետև այս ընտրությունների արդյունքները Հայաստանում ապրող Հայաստանի ցանկացած քաղաքացու վրա ունենալու են հետևանք, կամ լավը, կամ վատը։ Եթե Ռուսաստանից եկողները կքվեարկեն ու կգնան, իրենց հետաքրքիր չէ դա ինչ ալվելու։ Դա մենք ենք տակից դսկալու։ Ինձ համար դրանով է կարևոր։ Շնորհակալ եմ, պարոն Ստեփանյան։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս քաղաքագետ Դավիթ Ստեփանյանն էր, կհանդիպենք։